Մայիսի 24-ին հայ եկեղեցու հոգևորականաց դասը համալրվեց 4 եպիսկոպոսներով։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանը և Մայրաթորի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։ Հաստատված կարգի համաձայն նոր ձեռնադրված եպիսկոպոսները Անդրանիկ պատարագը մատուցում են Մայր տաճարում իջման Սուրբ Սեղանին։ Մեր որդիական խոնարհ երախտագիտությունն ենք բերում ամենայն հայոց հայրապետին, մեծն Աստծուն, բարին Աստծուն, մեր եկեղեցու ուխտապահ դասին, մեր հարազատներին, բարեկամներին, բոլոր այն անձանց, ովքեր այս տևական ժամանակահատվածում իրենց ներբերումն են ունեցել մեր անձի, մեր հոգեկերտվածքի ձևավորման մեջ։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի ծառայությունը հարուստ է ինչպես թեմական, այնպես էլ սոցիալական ու կրթական գործունեությամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սևանի Վազգենյան դպրանոցն ու Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո 2002 թվականին ձեռնադրվել է սարկավակ, իսկ 2005-ին կուսակրոն քահանայության ուխտ ընդունել։ Նա նոր կտակարանի ներածություն է ուսանել Կանադայի Տորոնտո քաղաքում, 5 տարի անց 2010 թվականին ստացել է վարդապետական աստիճան։ Հայր Սուրբը տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, եղել Մայրաթորի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն, հովվական ծառայություն է ծավալել նաև հայրենիքի սահմաններից դուրս։ 2014-ից 17 թվականներին եղել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը, իսկ 2018-ից 20 թվականներին Ուկրաինայի հայոց թեմի փոխառաջնորդը։ Հայաստան վերադառնալուց հետո 2021-ից 24 թվականներին Հայր Սուրբը ծառայել է որպես խորվիրապի վանահայր։ 25 թվականից ստանձնել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատուի պարտականությունները, իսկ 2026 թվականի հունվարից նշանակվել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։ Հոգևոր և վարչական աշխատանքից բացի Իսահակ Սրբազանը բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է։ Եկեղեցին աստվածային կանչի, կոչի, սիրո արտահայտությունն է եւ սիրո արդյունք։ Հերթական անգամ, բայց յուրովսան կերպով ուխտի ստանձնում պիտի լինի սա մեզ համար դարձյալ նվիրվելու մեր ազգին, մեր ժողովրդին, մեր պետությանը, որպեսզի մենք մեր կարելին ներբերենք մեր վաղվա օրվա եւ լուսավոր ապագայի երաշխավորության մեջ։ Առաջիկա կիրակի նորաոց եպիսկոպոսը պատարագ կմատուցի իր թեմում, Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում և Գեղարքունիքի թեմի հավատացյալներին կբաշխի իր օրհնությունը։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։